Դատարանը որոշեց մեկ տարով սահմանափակել ձեր ազատությունը, որը եւ պետք է բողոքարկեք։ Ինչ է նշանակում դա, ինչպես եք պատկերացնում, որովհետեւ զուտ հրապարակվել է, չէ, առանց մանրամասնելու, թե ինչպես է սահմանափակվելու ձեր ազատությունը։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ ուշագրավ դիտարկում եք անում, որովհետև մեզ էլ մինչև այսօր պարզ չդարձավ, թե ինչ է նշանակում ազատության սահմանափակում մեկ տարով բնակության առանց թույլտվության բնակության վայրի փոփոխության, ընդ որում դատավորը այն արագությամբ կարտած, երևի բոլորը տեսել եք, կարծես պատվերը պիտի այդ պահին կատարեր ու գնար, այն արագությամբ կարտած, որ հետո վերցանելը շատ բարդ է, ասեմ նախապես, որ մեղադրող կողմը, այսինքն դատախազը պահանջեց 2 ամսվա ազատազրկում, որը չկար հիմնավորումը, ինքը նշեց, թե ես ով եմ, ինչ եմ, բայց այնուամենայնիվ 2 ամսով ազատազրկում նորից պահանջեց, իսկ սա նշանակում է, որ եւ նույնիսկ սահմանափակումը, որը տրվել է ինձ վրա, անհայտ է, պատճառները անհայտ են մեզ նաեւ, թե վերդիկտը, որը Տիկին Փոստանջյանն է, իմ պաշտպանը ներկայացրեց, ինչի է այդքան փոքր եւ առանց հիմնավորումների, դատավորը փորձեց պատասխանել, որ այդպես է վերդիկտի ձևը, ինչի պատասխան Տիկին Փոստանջյանն ասաց, որ ոչ, այնուամենայնիվ դուք պիտի հիմնավորում տայք, որ մենք հասկանայինք, թե ինչու եմ մեղադրվում։ Իսկ մեղադրվում եմ նրա համար, որ համարձակվել եմ լրագրողական հետաքննություն անել եւ բացահայտել, որ Գյումրու Մուսայելյան 84 հասցեի նախակրթարանի շենքը զավթված օկուպացված է ոստիկանական ընտանիքի կողմից եւ 35 տարի շարունակ անօրինական օկուպացված լինելով որևէ մեկը չի հանդգնել այդ շենքը վերցնել տալ գյումրեցի երեխաներին, որոնք այսօր տնագային նախակրթարան են գնում եւ այդ ոստիկանական ընտանիքին են ասել, որ գնացեք ձեր ուղղությամբ, որովհետեւ դուք նույնիսկ անօթևան չեք երկրաշարժից հետո։ Այսինքն բառացի զավթում բառս այստեղ տեղին է։ Ես հանդգնել եմ դա բացահայտել, արել եմ հրապարակումներ դրա վերաբերյալ, այդ գործով ես ճանաչվել եմ դուժող, որովհետեւ շենք այցելելու ժամանակ եւ լուսանկարելու ժամանակ ինձ վրա հարձակում է եղել կանանց կողմից։ Ես այդ գործով նույնիսկ ձեռքերը դրել էին կոկորտիս ոստիկանական ընտանիքի կանայք, հա? Ոստիկանական ընտանիքի կողմից, Յաշա Պողոսյանի կնոջ եւ աղջկա կողմից եղել է ինձ վրա հարձակում, ես այդ գործով դուժող եմ։ Եվ հենց նրանով էր պայմանավորված այս ամբողջ գործողությունը եւ սա դասական օրինակ է, թե ինչպես դուժողը կարող է դառնալ մեղադրյալ։ Ինչ տեղ ունեցավ 24 թվականին փորձեցին ինձ բերման ենթարկել ավերեսման դուժողից, ներխուժելով մեր տուն ոստիկանները, Սեյեդ Մելիքսեյցյանի գլխավորությամբ 2 ոստիկանական խումբ ուղարկելով, որոնց ես հիմնավորեցի, որ ես ինքը շահագրգռող եմ եւ պատրաստ եմ գալ ավերեսման միայն իմ փաստաբանի ներկայությամբ, միայն իմ փաստաբանի հետ իրենք շարունակեցին բիրտ գործողությունները մեր բնակարանում, կրկնում եմ ես դուժող եմ, Եվ այդ ընթացքում ես իբր վիրավորել եմ Սեյեդ Մելիքսեյցյանին, որը եկել էր ինձ ու իմ մորը ծաղրելու մեր բնակարանում, մեզ ինսուլտի հասցնելու եւ մինչեւ բժշկական խումբ չեկավ եւ չարժանագրեց, որ իմ 77-ամյա մայրը 200 ճնշում ունի, ես էլ 160, ընդ որում ես չեմ տարագում հիպերտոնիայով։ Այդ ոստիկանական խումբը չհեռացավ եւ իբր այդ գործողության ժամանակ ես արել եմ արտահայտություններ, ասել եմ Սրիգալ Նագոտ կամակադարմենտ, որից ինքը ազդվել է եւ 2 օր անց այդ դեպքից հետո 24 թվականի օգոստոսի 24-ին հաղորդում է ներկայացել իմ դեմ։ Այդ հաղորդման ընթացքը տրվել 9 ամիս անց, երբ ինձ ազատազրկեցին հերթական մնացական բացահայտման հետևանքով, մեծ դա process է։ Եվ ինձ մոտ ամսի 16-ին, այսինքն Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որտեղ ես աբորինաբար ազատազրկվեցի եւ մնացի մի ամիս, եկավ քննիչը եւ ներկայացրեց մեղադրանքը, որ 9 ամիս առաջ ձեր մասով հաղորդում է տրվել, բայց դա ուղիղ հանձնարարական էր, հետո արդեն համադրում ենք փաստերը, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, որը ամսի 12-ին մայիսի ելույթ ունենալիս ազգային ժողովում ինձ զրբարդել էր եւ իմ անմեղության կանխավարկածներ խախտել։
Ինչի վերաբերյալ մենք հիմա երկու հայցեր ունենք եւ Երևանում եւ Շիրակի մարզում Մարալիկի դատարանում մենք դադի ենք տվել քննչական կոմիտեի նախագահին միգուցե դրանից են իրանք մի քիչ գրգռված որ այսպես ուղղակի սեղմում են գումարած նաեւ նա որ ես ունեմ կոնկրետ քաղաքական դիրքորոշում որը հաջող չէ երևի եւ սկսում են այս ամենը մասնագիտական գործունեությունը եւ քաղաքական շահախել իրար եւ մատուցել ինձ որպես ուզում են ներկայացնել գործ ուզում են ներկայացնել օրինախախտ եւ այլ ես ոչինչ չեմ արել ես բացահայտել եմ փաստ որի հետևից չի գնացել ոչ մեկը այդ նույն մեղադրող դատախազին ես դատարանում դա ասեցի դուք ինչ որ մի բան արել եք ես փաստով Այդքան ես բացահայտումներ եմ արել Շիրակի բոլոր մարզպետների մասով, դպրոցների տարբեր տնօրենների, տարբեր դպրոցների, տարբեր տնօրենների փաստաթղթավորված հետաքննություն եմ արել, որին է կտած տվել, որ հիմա փորձում եք ինձ նորից տանել կալանքի։ Ինչի համար, որ ասել են պետություն գնացեք զբաղվեք, շնորհակալության տեղն է, դա գնահատանքն է իմ աշխատանքի եւ մեր բոլոր լրագրողների աշխատանքի, որոնք որ բացահայտումներ են անում, ստացվում է Հայաստանի Հանրապետությունում պետք չէ զբաղվել լրագրությամբ, պետք է լինել ստվերում ինչ-որ մի փոքր լավիճկայի պես ասած ռուսերեն կողքի քաշված քո լավիճկայում ապրես, տեսնես եւ լրես, ոսկե ազատությունը սահմանափակվում ոտնահարվում է, գործունեությունը սահմանափակվում ոտնահարվում է, դու խոշտանգվում ես քո տան մեջ, ընդ որում ոչ միայն բարոյապես, նաեւ ֆիզիկապես, որովհետեւ այդ ոստիկանը, որին նկատմամբ հաղորդում է տվել, թե ես իրան բարով վիրավորել եմ, 2 մետր, երևի մի 100 կիլո, ես իմ բարերից էին կվիրավորվել, այդ ոստիկանը հրահանգում էր կին ոստիկաններին գլխի շարժում եք, անցեք գործի։ Նրանք էլ եկան անցան գործի, իմ թևերը ոլորեցին, ճանկեցին, այդ ամեն ինչը ֆիքսված է, ուղարկված է, դրան ընթացք չի տրվում։ Բայց որ մեր տան մեջ ես կարող եմ ինչ-որ արտահայտություններ անեմ, այդ դրա համար ինձ պետք է պատժել, ընդ որում դատարանում չկարողացավ մեղադրողը ցույց տալ, թե Սեթ Մելիքսեյցյանը այնտեղ հոդվածը, որով իրանք ինձ մեղադրում են 490-ի երկրորդ մասն է, նախատեսում է ինչ-որ արադավոր տեղեկություն, դատախազի, քննիչի եւ հետաքննության մարմնի ներկայացուցիչ չկարողացան հիմնավորել, թե Սեթ Մելիքսեյցյանը հետաքննության մարմնի ներկայացուցիչ է եղել, ոչ նա որպես ոստիկան է մեր տան մեջ։ Շարքային ոստիկան է եղել, հա? Շարքային, թե ոչ շարքային, բայց նա հետաքննության ներկայացուցիչ չէ մարմնի։ Եվ դա Փոստանջյանը հատ ներկայացրեց, չկարողացան հակադարձել, ընդ որում բավական ուշագրավ դատական պրոցես էր, որովհետև երկու անգամ մեղադրող դատախազը խնդրեց տեխնիկական ընդմիջում, որով ինչ-որ բան կարողանար հիմնավորել ապացույցների հետ կապված, չկարողացավ։ Եվ ավելին վերդիկտի դատավորի երկու տողանոց վերդիկտի մեջ գրած է, որ չի ապացուցվել տեսագրության եւ արտահայտությունների Աղեղյանի կատարած չի ապացուցվել դրանց իրանք ապացույցներ չեն դիտվել, բավարար ապացույցներ չեն դիտվել, ի՞նչն է դիտվել, դա հիմնավորեք, դա էլ չէ, ինչ-որ սկրինշոտեր են բերել, պատկերացնում եք սկրինշոտերը դարձնում են փաստաթուղթ, որտեղից են այդ սկրինշոտերը, ով է արել, չկարողացան հիմնավորել։ Հետո երեկվա դատական պրոցեսի ընթացքում հենց Սեթ Մելիքսեյցյանը երկրորդ տեսավ լրատվության ներկայացուցիչներին, ասեց, այ իրանք փորձում են քաղաքական շոու սարքել։ Ենթատեքստ գոյություն ունի, էլի քաղաքական տեսնում եք, ինչ մտածում են, ինչ հրահանգավոր ստանում են, դա էլ միամիտ տեղը դուրս տվեցին գյումրեցու ասածի պես։ Ինչ քաղաքական, մենք եկել ենք, դուք ինձ ուրիշ բանում եք, չէ՞ մեղադրում, այսինքն դուք ինձ քաղաքականապես քաղաքական պատվերով եք հետապնդում, հա ստացվում է։ Թող արգելու եք որոշումը հենց ստանանք միանշանակ, սա հերթական բռնապետական եւ տարերային բռնապետություն ասեմ, տարերային ֆաշիզմ ասեմ, դրա դրսևորումն է, որին առնչվում ենք մենք բոլորս, իմ մասնավորի մեր ընտանիքը, որ տարիներ շարունակ հալածվում է։ Ես ոչինչ չեմ արել, բացի ըստիս մասնագիտական իմ հավատարմությանը հավատարիմ մնալը, բացահայտել եմ մեծ բուրգ, որի հետևից իրավապահ ոչ մի մարմին չի գնացել։ Դե թող հիմնավորեն տարբեր դպրոցներում հաստիկների ավել լինելը, պետական ֆինանսավորման ինչ-որ չափաբաժինները, որոնք ես բացահայտեցի, որ ավել են տրվել,
ֆիննախից պատասխան եկավ հակասական, կարծես այդտեղ կոշկակարի բուտկա է, ոչ թե ֆինանսների նախարարություն, որ գրում են, թե մենք վրիպ ենք թույլ տվել, երբ որ ես ասի, բայց ավել ֆինանսավորումը ուր է գնացել այս դպրոցի։ Անմիջապես, դες զբաղվեք, դրանով զբաղվեք, ոչ, իրանք չեն զբաղվում խնդրով, իրանք զբաղվում են խնդիրը բացահայտողով, որը փորձել է իրենց անդորը, ես ասում եմ կոռուպցիոն անդորը խանգարել։ Հանգիստ նստած էին էլի տղաները, սա է եղել իրականությունը, միանշանակ բողոքարկելու ենք, շատ հետևողական ենք լինելու ամեն ինչի, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ինձ աջակցել ու աջակցում են, ովքեր որ հավատում են ճշմարիտ խոսքին եւ իմ ճշմարտացիությանը, ովքեր որ գիտեն ինձ, բոլոր նրանք, ովքեր որ գրում են այս աղջիկան պետք է այո ազատազրկել, այդ ազատազրկումը ես ձեզ եմ ցանկանում, եթե դա այդքան լավ բան է, ուրեմն թող լինի ամեն օր ձեր ընտանիքում։